Պատանի երկրաբանի խմբակներ Հայաստանում գործել են դեռևս 1939 թվականից, իսկ 1961-ին Երևանում հիմնվեց Պատանի երկրաբանի ակումբը։ Այն նպատակ ուներ Խորհրդային Միության երկրներում, այդ թվում Հայաստանում, խթանել հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ։ Ակումբը շարունակել է գործել մինչև 1990-ական թվականները, ապա դադարել գործունեությունը։ Եվ ահա երկարատև դադարից հետո նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետը վերականգնեց ավանդույթը, կարևորելով երկրաբանի մասնագիտությունը։ Այն հնարավոր եղավ իրագործել Կապանի լեռնահարստացման կոմբինատի կայուն ֆինանսավորման շնորհիվ։ Հասարակության մեջ կա պակաս իրազեկվածություն երկրաբանության կարևորության մասին, թերևս հենց մենակ դրա մասին, որ բավականին ապագայում ապագա մասնագետները բավականին բարձրատրվում են եւ բավականին մեծ պահանջարկ կա երկրաբանության մասնագիտության մասով։ Եվ այդ առումով կարծում եմ դպրոցը բավականին ստացված է, արդեն երկրորդ դասընթացն է, որ կազմակերպում ենք, աշակերտների ոգևորվածությունը բավականին մեծ է։ 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Մայրբուհի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի Կապանի լեռնահարստացման կոմբինատի համագործակցությամբ կազմակերպված Գեոլաբ ապագայի միջավայր խորագրով միջոցառման ընթացքում հանդիսավորությամբ բացառվեց Պատանի երկրաբանի դպրոցի հիմնումը։ Դպրոց-բու համագործակցություն է եւ պարբերաբար բարձր դասարանի աշակերտները եւ առհասարակ երկրաբանություն մասնագիտությամբ հետաքրքրվողները պարբերաբար այցելում են ֆակուլտետ, ծանոթանում են մասնագիտության առանձնահատկություններին եւ այլն։ Սակայն պետք է նշեմ մի հանգամանք, որ մեկօրյա կամ երկօրյա այցելություններով դժվար էր պատկերացում կազմել երկրաբանության առանձնահատկությունների մասին եւ մեր գործընկերներից մեկի Կապանի լեռնահարստացման կոմբինատի հետ որոշեցինք ստեղծել Պատանի երկրաբանի դպրոց։ Պատանի երկրաբանի դպրոցը Երևանի պետական համալսարանի լրացուցիչ կրթական ծրագիր է նախատեսված 9-ից 12-րդ դասարանների աշակերտների համար։ 42 հայտարարություններից հանձնաժողովը ընտրեց 36-ին, նրանցից 25-ը այս պահին դասընթացներին մասնակցում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի աջակցությամբ ստեղծված Երևանի պետական համալսարանի նորաբաց Գեոլաբում։ Իսկ կապանցի 11 աշակերտ լեռնահարստացման կոմբինատի ուսումնական կենտրոնից է հեռահար միացել կրթական ծրագրին։ Այսպիսով Մայրբուհի հետ առցանց կամուրջ է ստեղծվել։ Աշակերտներին դասավանդում են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի երկրաբանության մասնագիտությամբ լավագույն մասնագետները։ Դասընթացի ծրագրերը կազմված են այնպես, որ լինի հանրամատչելի եւ ավելի աշակերտին հասու։ Մինչ այդ մենք մոնիթորինգ ենք իրականացրել նաեւ աշակերտների հետ, հասկանալով նրանց պահանջմունքները, որի հիման վրա էլ կազմվել է դասընթացի ծրագիրը։ Հայրս աշխատում է այս ոլորտում, նրա միջոցով տեղեկացա Պատանի երկրաբանի ծրագրի մասին, շատ լուրջ եմ տրամադրված եւ մտածում եմ, որ այս մասնագիտության շնորհիվ կարող եմ մեծ հաջողություններ հասնել ապագայում։ Երկրաբանի դպրոցի մասին իմացել եմ քույրիկիս միջոցով, որը որ շատ հետաքրքրեց ինձ, ինձ թվում է, որ շատ լավ հնարավորություն է աշակերտների տարբեր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Շատ մեծ հնարավորություն է տալիս այս դասընթացները, որ ավելի մոտիկից ճանաչել, որ մեր տարածաշրջանը զարգացած է հանքարդյունաբերությամբ, հետաքրքիր է ինչպես է կատարվում այդ երևույթը։ Նախքան Պատանի դպրոցի ծրագրի մեկնարկն ու երեխաների հայտագրումը ուսումնասիրել ենք անցյալի փորձը եւ ներկայիս կրթական պահանջները, նշում է Պապին Մուրադյանը։ Մեր ապագա նպատակն է, որպեսզի աշակերտները նաև կարողանան մասնակցել միջազգային օլիմպիադաներին։ Վստահ ենք, որ այս դասապրոցեսը, այս դպրոցը, ճամբարը կրելու է շարունակական բնույթ եւ սա դեռ սկիզբն է։ Եվ այն ոգևորվածությունը, որը կա բարձր դասարանի աշակերտների ուրեմն շրջանակներում, պետք է ապահովենք եւ փորձենք այդ տեմպերը ավելի ամրապնդենք եւ ստանանք այն արդյունքը, որը մենք նախատեսում ենք։ Երկրաբանի դպրոցի պատանիները գործնական դասընթացներ կանցկացնեն Կապանի լեռնահարստացման կոմբինատի ֆաբրիկայում գլխավոր երկրաբանի մասնակցությամբ։ Երևանի պետական համալսարանում վստահ են այս կերպ կարող են հետաքրքրություն առաջացնել երկրաբանի մասնագիտության նկատմամբ եւ որակյալ մասնագետներ պատրաստել ապագայի համար։